Այսօր գուզեմ քեզի հետ բաժնեկցիլ Մատթեոս 4-րդ գլուխ առաջին համարեն Սուրբ Հոգին ռազմավարությունը խորակիրով ամենակարևոր բաները մեկը մեր հոգևոր կյանքի մեջ, քրիստոնեական աշխարհի մեջ, ծառայության մեջ ճանչնալն է Սուրբ Հոգին ռազմավարությունը։ Ինչպես կշարժի Սուրբ Հոգին, որովհետև ամեն գործ, որ մեր կյանքերեն ներս պիտի կատարվի, Սուրբ Հոգին է, որ պիտի կատարե։ Մենք իր մով է, որ պիտի կարենանք ընել բոլոր բաները։ Անոր համար շատ կարևոր է ճանչնալ իր ռազմավարությունը։ Եվ Աստվածաշունչը մեզի ցույց կտա, թե իր ռազմավարությունը մեր մտքի սովորական հասողութենեն հերու է, անտին է։ Մեր դրամապանությունեն անտին է, դարբեր է։ Մենք շատ անգամ բաներ գտեսնենք, բայց ինքը դարբեր ցևերով է իր մոդեցումը կամ դարբեր ցևերով կմոդենա հարցերուն։ Եվ միշտ իր մոդեցումին մեջը եւ դագը փամը կանուշ։ Փամը քաղցր, փամը որ մեզի շահ է։ Թե մեր դրամապանության մեջ մեզի շահ գտվի, բայց ընդհանրապես մենք գիտենք շատ բաներ որ մեզի շահ գտվի շահ չելեր։ Բայց Սուրբ Հոգիով ամեն ինչ որ մեր մեջ կտնե, կտեսնենք որ անոր յետին շահ մը գա, անոր յետին օգուտ մը գա։ Եվ ադիգա գծկե որ մենք ավելի եւ ավելի իրեն միանանք։ Ուրեմն երբ գուքան գարտալու 4-րդ գլուխի առաջին համարեն մինչև 11-րդ համարները կտեսնենք կխոսի Սուրբ Հոգիով Հիսուսի փորձվելու երթալու մասին, որ հարց կուտաս որ ինչու պետք ունի ինքը երթալու փորձության կամ փորձվելու եւ մանավանդ Սուրբ Հոգին առնել է յետք։ Այսինքն Սուրբ Հոգին առնել է յետք, այսինքն ընդունված է, ընդրված է, ամեն ինչ որ պետք է եղած է, ինչու հիմա նոր որոշեցիր իրեն փորձվելու դանիլ։ Եթե հանգարց փորձվելու դարիր եւ ինքը արժանի չելավ, ինչ միտենես, յետ միտքդ պիտի փոխես, յետ իր մե հոգի միտի առնես, կրնակ երևակայել պատկերը։ Գտեսնեք իր ցևը դարբեր է, մենք ընդհանրապես եւ որ ծոմաբահությունը պիտի ենենք, ծոմաբահությունը նելու ադեն կորոշենք դեր եթե ինձի այսինչ բանը դաս, ես քեզի ասիգա պիտի դամ։ Դեր եթե դու ինձի այսինչ բանը դաս, նես ես ալ քեզի այսինչը պիտի ենեմ։ Միշտ արուձախի մեջ ենք դիրոջ հետ, գնենք ինչ որ գնենք, որբեսի փոխարենը դերոճմեն բամը ստանանք։ Բայց այս բարակային կտեսնենք Հիսուսը փորձվելու գերտա, երբ արդեն ամեն ինչ արած է, ինք որդին է, Սուրբ Հոգին ալարավ, ամբողջությամբ եւ լեցունությամբ, բայց կդարվի փորձվելու։ Ինչ կա ասոր յետին արդյոք, ինչ է ասոր դակ գտնվածը, եւ Սուրբ Հոգին ինչ գներ Հիսուսի հետ փորձության այս օրերուն։ Երբ ինքը 40 օր, 40 գիշեր անոթի փորձութենե կանցներ, Սուրբ Հոգին ինչ կներ։ Վրանգը խնդար։ Կանոք եդս ոչ կսե։ Ինչ կներ յան, ինքը դարավ իրեն։ Ինքն էր փորձության քեդինը պատրաստողը, փորձության դեղը պատրաստողը, փորձության ընթացքին բոլոր փորձողներուն արտոնություն տվողը եւ ամեն ինչ իր մով էր։ Ինչ կներ արդյոք ինքը հոն։ Եվ ինչ գագնգալեր, որ այդ ժամանակին Հիսուսն էր։ Եվ Հիսուսով ինչ կսորվինք ես եւ թուն, ինչ պետք է ընենք։ Հետևաբար երբ կգարտանք կտեսնենք առաջին համարը գսե հետո, այսինքն մգրդութենեն հետ զորություն իր վրա կալե հետ, հայր երկինքեմ վգայել է հետ, ասիգա իմ սիրելի որդիս է, իմ հաջելի որդիս է, անգե հետ կգսե դարվեցավ անաբադ սատանայեն փորձվելու համար։ Ամեն զորություն հակավ, ամեն զորություն հակավ, հակնել են յետ կնած այդ զորության թշնամի են փորձվելու։ Եվ իրեն տրվեցավ վիճակի մեջ, որ ինքը դգարը լա փորձված ադենը։ Իր զորությունը չկործած է։ Դգարը լա ինքը։ Եվ Հիսուս փորձության ժամանակին ամենադգար բահերեն անցավ։ Եվ ասիկա շատ հեու չէ մեզի, որ ընդհանրապես կանք մեր արյայի դացյալներ։ Գսկանք որ Սուրբ Հոգին մեզի հետ է, մեր մեջն է, բայց բամերատ չունի։ Կանոք ունեցեր այս փորձառությունը, դեր բամերատ չունի սյանի։ Ես ասոր պետք ունի մասաղոտ կրի, լիստերը, լեցուն բաներ կան, շարժատ չունիս։
չէ՞։ Ընդհանրապես գսկանք, որ մենք ենք ուզողը, մենք ենք քաչալերողը, մենք ենք յալլասողը, մենք ենք իրեն հրողը, մենք ենք իրեն այս կամ այն ունողը, ինքը շարժատ չունի, այս է մեր զգացումը։ Մեր մարմինը այսպես կզգա։ Ուրեմն Սուրբ Հոգին ինչ կներ այդ օրերուն, ինչ կագնգալեր, Սուրբ Հոգին ագնգալությունը ինչ էր այդ դեղեն ելնելու հետ կապակցաբար։ Եվ գսե ինձ համար Սուրբ Հոգին եւ զորությունը հոն ներկա էին փորձության ժամանակ, երբ Հիսուս փորձութենե գանցի Սուրբ Հոգին հոներ, գտիդեր, գտեսներ, բայց Սուրբ Հոգին թերը այդ բահուն տարբեր էր։ Սուրբ Հոգին թերը այդ բահուն սատանան վրընդել չէր դակավին։ Սուրբ Հոգին թերը այդ բահուն իր ներսեն աշխատիլ էր այդ բահուն։ Եվ պետք էր որ Հիսուս իր ներսը փնտրեր, իր ներսը նայեր, իր հավատքին նայեր եւ ադոր համացայն շարժեր եւ ոչ թե ուժ գործածելով տշնամին եւ փորձություններուն եւ թևերուն թեմ տնող գեցվածքը ունենար։ Երկու դարբեր բաներ են, չէ՞, մեկը դուրսեն, մեկը ներսեն։ Հիսուս այդ բահուն ընդրություն ուներ Հիսուս այդ բահուն ընդրելու այս կամ այնը, այսինքն ընդրելու Սուրբ Հոգին միջոցով իր ներսիտին գտնված ցայնը եւ կամ ընդրել այդ ցայնը, որ փորձությունը, դժվարությունը, պայմանները կբերեն։ Հետևաբար ինք ընդրություն ուներ, բայց Հիսուս ընդրեց Սուրբ Հոգին ցայնը, որ իր ներսիտին էր եւ մերժեց բոլոր մույս բաները մինչեւ վերջ, որոնց մենք դեղյակ ենք մի քանի հատ, մերժեց անոնց որոնք սատանան գարաչարգեր, ինչքան ալ այդ սատանային առաջարկածները իրեն պետքերն էին։ 40 օր եւ 40 գիշեր ձոմաբահությամբ անցնել է յետք անոթեցավ։ 40 օր եւ 40 գիշեր ձոմաբահությամբ անցնել են յետք անոթեցավ։ Անգարած չանոթեցավ արդյոք։ Եվ եթե անգարած չանոթեցավ 40 օր դոգալու կարողություն ուներ, որ մարդկային ֆիզիկականի հետ կապված բոլոր չափանիշները կգդրե 3 օր անցնել են յետքը, նոր հիշեցած մարմինը, որ անոթենա։ Ես կգարձեմ, որ ինք անոթեցավ։ Ես կգարձեմ ինք անոթեցավ այդ օրերուն։ Բայց իրեն անոթությունը եւ սնունդը ստանալու միջոցը տարբեր էր։ Եվ երբ գաղութեի այս ուղությամբ, պատմությունը տեսեք ինչպես կշարունակե, երրորդ համար գսա այն ադեմ փորձիչը սատանան մոտեցավ իրեն, երբ անոթի էր։ Եվ ասավ, եթե ազնվորդի ես, ասե, որ այս քարերը հաց դառնան։ Հիսուս պատասխանեց, օրենքի գիրքի մեջ գրված է, մարդ միայն հացով չաբրիր, այլ բոլոր այն խոսքերով, որ Աստված խոսած է։ Ասիկա գգարթայի եւ գաղութեի աղոթածադենս հոգին, Սուրբ Հոգին իմ մեջս, ասես զորավոր ցայնը հստակ առաջնորդությունը տվավ, որ մեկը դված պատասխանին նայե։ Հիսուս պատասխանը տվավ այդ իրականության, որին գաբրեր։ Եվ ամենամոտ ապրած բահը այդ 40 օրերն էր։ Ուրեմն Հիսուս այդ 40 օրերու ընթացքին իր մտքին եւ իր սրտի մեջ Աստծո խոսքին հանդեպ հավատք ուներ, հավատքը, որ իր ֆիզիկական ինչ կնե, կրնա գշտացնել։ Հավատք ուներ իր ֆիզիկականի մեջ իր անդամները չեն փճանար, եթե ինք 40 օր անոթի մնա եւ ինքը կրնա ոչ միայն հացով իր սնունդը առնել, հապա Աստծո բոլոր խոսած բաներուն մեջ են իրեն կրնա սնունդ ելնել, նույնիսկ երբ ինքը հաց չունի ուտելու։ Հիսուս 40 օրեր հաղթեց պայմաններուն, հաղթեց բարականերուն, անոթության եւ այլ ինչ որ ալ իրեն մոտեցավ, ամեն ինչ որ իր ֆիզիկականը պետք ուներ, սնունդը եւ կամ ուրիշ բաներ, ինքը ինքզին գշտացուց Աստծո խոսքին վստահելով, Աստծո խոսքին բռնվելով, եւ անգևերջ բարոն սատանան եկավ, ուրախ, հբարդ, Հիսուս անոթացավ, ցերկերնից ինգավ, հիմա պիտի ջզմենք իրեն, հիմա պիտի փճացնենք իրեն։ Սա եթե դու Աստծո որդի ես, սա կարերը հացր է,
Եվ գեր անօթությունը դերտա։ Հավանաբար Հիսուս խնդացոն։ Սա մարդ միան հացով չաբրիր։ Ուր ես տուն, ուր մնացեր ես տուն։ Նույնիսկ հրեշտակ ըլլալըտ մորցեր ես տուն։ Որ մարմիան հացով չաբրիր, հաբա բոլոր այն խոսքերեն, որ Աստված խոսած է։ Ուրեմն Աստծո խոսքը մեր կյանքի մեջ ընդունելու ցև մգա։ Ավելի քան որ իմ ֆիզիկական անօթությունը ինձ գխոսի, գիրքի անօթությունը ինձ գխոսի, ցանկության անօթությունը ինձ գխոսի, կյանքի պետքի գենսական անօթությունները, բագասները ինձ գխոսին, բեկի Աստծո խոսքը ինձ խոսի։ Եվ բոլորը դա փորձառություն ունեցած եք հավանաբար բահմը, որ երբ Աստծո խոսքը զորությամբ ձեր սրտի մեջ առնեք, կքալարվի ձեր սիրտը, կջմլվի ձեր սիրտը։ Քանի ու ունեցել այդ փորձառությունը, գուտեք էսի։ Եմաուսայի ճամփուն ընթացքին կսե երբ այս մարդը իրենց հետ կխոսեր Եմաուսայի ճամփուն վրա եղող երկու հոգ մարդիկը աշակերտները ասին մեր սիրտը չէր քալարվեր, ջմլվեր, երբ մեզի հետ կխոսեր։ Երբ դիրոջ խոսքերը մեզի գուղվին, մեր սիրտը ինչ կլա կքալարվի, կջմլվի, մեջը դագը վրան իրարու կանցնի, քեզի կհայտնե քու իրականությունդ եւ քեզի ցույց կտա քու պետքետ քու վրա ջնշող աստեցութենեն, անօթութենեն եւ ուրիշ բաներեն ավելի իր կարողությունը, իր ուժը, իր դալը, իր ներկործությունը պետքիդ հասնիլը։ Հետևաբար Տեր Հիսուս անաբադ իջավ Սուրբ Հոգիեն դարված, որբեսի փորձվի սատանայեն, եւ ին 40 օր 40 գիշեր գերագուրի պատրաստություն չուներ, դերը Եղիայի պես հրեշտակներն ալ չղրգեց, որ իրեն համով շոթեր դան ամեն օր, ակրավներուն ալ չբատվիրեց, որբեսի ակրավները ամեն օր իրեն միսպերեն, անոթի էր լման ցկված, բայց եւ այդպես ցկված չէր։ Եվ ինք այդ բահուն Աստծո որդի էր։ Մեզի համար մարմին արած էր, չէ՞։ Այս մարմինը դագավին որևէ դոգոսով Աստծո թագավորության ծառայելու չեր սկսած։ Ծառայությունը չեր ստանցնած։ Այս մարմինը Եբրայեցիներու 5:7-ին համաձայն դագավին հնազանդություն կսորվեր։ Կսանիգա աղոթքով, աղաչանքով դերոջ հոր արչև կգենար հավատալով, որ Աստված գրնա իրեն ազատել եւ բրկել։ Ուրեմն ինչ կսորվեր այդ մարմինը հնազանդություն, ինք որպես Աստված հնազանդություն սորվելու պետք չուներ, բայց այդ մարմինը որ մեզի համար արավ հնազանդություն սորվեցավ։ Չարչարանքներու մեջ հնազանդություն սորվեցավ։ Փիլիպեցիներու գրգված նամակին մեջ եւս սկսե անիգա մեր մարդկային դգար փնությունը իր վրան արավ։ Ամոթ եկավ իրեն, արհամարեց ամոթը, խաչի մահով աշխարհեն վերցվեցավ, մինչև հոն ինքզինք բահեց եւ գսե ամեն անուն է վեր, ամեն անունը ստացավ։ Հետևաբար այդ մարմինը որ ինք արավ եւ այդ մարմինը Սուրբ Հոգին ալ վրան մեջը իրեն լեցնելով քնած ինչ անելու անաբադ փորձվելու անաբադի մեջ ինչն էր որ կգրթվեր, կփորձվեր եւ կսորվեր այս մարմինը։ Այս մարմինը ինչպես պիտի ծառայե Աստծո։ Պետք է այս մարմինը իր պետքերեն ավելի Աստծո խոսքին բռնվեր, երբ Աստծո պիտի ծառայեր։ Դու Աստծո զավակ ես, Աստծո ծառայ ես, Աստծո թագավորության անդամ ես։ Քու կյանքիդ մեջ, քու ֆիզիկականիդ, քու շունչիդ, քու ամբողջ էությունդ մեջ ինչն է որ ավելի կխոսի։ Պետքերդ, երբ պետքերդ շատնան դրդուն չտգավելնա, ոչ թե երբ պետքերդ շատնան աղոտ կտգավելնա։ Որ մեկը Կանոքի ունեցած է փորձառությունը, որ պետք է ավելնա դրդուն չգշատնա։ Մինչ այդ երբ պետքերդ ավելնան եւ աղոտ կշատնա, կտեսնես, որ այդ պետքերը կսկսին նվազիլ, դգարինալ, փոխարենը դրդուն չչարտնար, փոխարենը տշնամին քու մեջը դոգոս չի շիներ, Աստծո թեմ խոսելու մեջ, Աստծո թեմ լարվելու մեջ, Աստծո գամքին հագարակ որոշում առնելու մեջ, հապա դու ավելի հաստատ կլաս։ Հիսուս անաբադի մեջ
առաջին հերթին հաղթեց մարմինին բահանջքներուն որևէ տեսակի բահանջք։ Աստվածաշունչը կսե անիգա մեզի պես արույն մարմին ունեցավ եւ ամեն տեսակ փորձություն, որ մենք ունեցանք, ինքնալ ունեցավ, բայց անմեղ մնաց։ Ուրեմն ինչ էր ինքը մարմինին խոսք սորվեցուց, հավատալ սորվեցուց, գրթեց իր մարմինը, որ զսպված կյանք ապրի եւ աշխարհի բահանջքը ներսելով, մարդուս պետք ներսելով սբրտած կյանք չապրի, ինքնախապեյություն չապրի, ապա հոգին մեջ են Աստծո խոսքեն մարմինին ապրելու համար ինչ դրված է իրավունք, ադիգա ապրիլ սորվեցավ։ Թող մեկը ասեր դրդուն չկնե, ինչու դրդուն չկնե։ Որևէ տեղի մեջ։ Նույնիսկ երբ իրավունքով դրդուն չկնե, ինչու կնե։ Իր որ բաժինն է որ դրդուն չկնե։ Որ բաժինն է որ դրդուն չկնե։ Իր մարմինն է, իր զգացումներն են։ Այդ բահուն դրդուն չընողը թող իր հոգին մեջի ինքնությանը մեջ, իր հավատքի մեջ գտնված ցայնը մտի գնե, բամը չկա ոնց մե դրդուն չեն։ Հիսուս սորվեցուց, որ մեր մարմինները պետք է գրթենք եւ մեր մարմինները առանցին չծկենք, որ Ղովդի գնոջ պես մեր հրամանեն դուրս գլուխի ետև դարձնե եւ աղիգույդ մըլա։ Չարդոնենք, որ մեր մարմինը իր սովորական ընթացքով վարժվի ապրիլ։ Քանի օքի ունեցած է այս խնդիրը գիրքի կյանքի մեջ, որ իրեն հալածեր է երկար ժամանակ եւ որևէ արիթ ունենա գալած է իրեն։ Քանի օքի ունեցել է իր կյանքի մեջ։ Քանի օքի ունեցած է իր կյանքի մեջ գերագուրը պիտի ավելի բագասուդեմ, մեկ շաբաթ կուտե, մեկ շաբաթ վերջ դուբլը գնե դեղը գանե։ Քանի օքի ունեցել է։ Բոլորս ունեցել ենք այս բաները։ Ասոնք բոլորը մեր մարմինի նախորժակներն են, մեղանչական բնության աստեցության տակ մենք այս բաները գնենք։ Հիսուս երբ անաբատ դարվեցավ, որպեսի սատանային փորձվի, իրականության մեջ ինքը չէր փորձվողը, մարմինը ներգրթվողը։ Մարմինը ներգրթվողը, որովհետև սատանան չէր գրնար իրեն փորձել, մինչև այն ադոր ինքը խոսքին բռնված էր։ Շատ անգամ մենք այսպես ես լսած եմ գսեն, բայց պաստոր ես դգար գինամ։ Ինչպես էլ է դգար ես տուն։ Նույն հոգին բոլորիս մեջ է դու մեկ չէ դգարը լաս։ Դգարը լալը պատճառ ունի։ Մարմինդ, սկացումներդ, մարդկայինդ դիրեց քեքու վրատ, իշխեց քու վրատ եւ հագարակը կհամոզե քեզի։ Մի արտոներ իրեն, թեմթիր իրեն, հավատքի ցայնը դուրս բեր։ Եվ նա ինչպես պիտի հանցնվի քեզի։ Պիտի հանցնվի ուրիշ ճարչունի։ Բոլորդ գիտեք, որ մեկ ավելի զորավոր է ձեր մարմինը, ոչ թե ձեր մեջ գտնվող հոգին։ Ինչու հագարակը գնենք, ինչու մեր մարմինի մտիկ գնենք։ Այո, Աստված մեզի բանը չզրգեր։ Բոլոր բարիքները մեզի են, օրհնությունները մեզի են։ Սա ասել չէ մենք բամը չունենանք մեր կյանքի մեջ զրկված ապրենք։ Ոչ։ Մեր մարմինին պետքին համար դերոջ արչև գնալը արդար է։ Եվ դերը ինչքան գուտա մեզի, ինչքան կվստահի մեզի, արդար է։ Բայց որ արդոնենք մենք մեր մարմինը սխալ ախորժակով դիրե մեր կյանքին, մեր որոշումներուն ադիգա սխալ է։ Անիգա ինձի հագարակ է, ադիգա քեզի հագարակ է, հետևաբար, եւ որ դու ունենաս գիրքի, ցանկության, գերագորի, այս եւ այն բաներու անօթությունը, դու պետքություն չունիս դգարը զգալու, դու պետքություն ունիս Աստծո խոսքին վստահելու։ Մինչև որ դեսնես, որ այլևս այդ անօթությունը քու վրատ ուժ չունի։ Հալելույա։ Երկրորդ բաժին 5-րդ համարեմ, ապա սատանան դարավ գլուխ չելավոն, ճիշտ մեր բարերով ասեմ, ապա սատանան դարավ Հիսուսը սուրբ քաղաքը, Երուսաղեմ, ինչու դարավ, եւ զայն կանգնեցնելով դաջարի աշտանակները մեկուն վրա, այդ բարձր աշտանակը, որով գսվի, որ Հիսուս այդ կողմեն պիտի կա, երբ կա, հաջորդին ասեր իրենց համոզումը, որ պիտի կա,
այդ կողմեն։ Եվ Սատանան օգտագործելով այդ մարգարեական մոդեցումը դարավ իրեն եւ դաջարին այդ վերը դրավ եւ ասավ անոր եթե Աստծո որդի ես գրված է որ այսպես պիտի կա եւ գրված է նաեւ դու քեզ ոսկեվար նեդե ասիկա չէ գրված դու քեզ նեդե քանի սաղմոսներու մեջ գրված է Աստված իր հրեշտակներուն պիտի բադվիրե քեզի համար եւ քեզ իրեն ցերկերուն վրա պիտի վերցնեն որբեսի ոտքդ քարի չզարնվի Եթե դու որդի ես եւ ամեն մարդ կսպասե որ դու կաս լավ այսպես մեծ մուտք կրե զորավոր մուտք մը այ մարդ թող դեսի այ մարդ մենք այն թող ապշի եկավ Հիսուսը ասավ Դարձյալ օրենքի քիրքի մեջ գրված է քու դեր Աստվածը չփորձես Այսին իրեն մեկ խոսքով ասավ դու ինձ գարաչարգես որ իմ Աստվածը սփորձեմ իրեն չվստահիմ Հիսուս այդ օրերուն որ փորձության մեջ էր եւ Սուրբ Օքին իր մեջն էր Սուրբ Օքին ցայնը Աստծո խոսքեն իրեն գուղեր Սատանան լեցուն փորձություններ գբերեր այդ խոսքին թեմ իրեն շարժելու Քանի օքի ունեցեր այդ փորձառությունը կամ այդ փորձությունը որին գիտե Աստծո խոսքը իրեն ինչ կսե բայց եւ այդպես գտեսնե որ իր ֆիզիկականի մեջ իր զգացումներում մեջ օդար հոսանք մգա որ զորավոր է բավական իրեն գտանի որ սխալը ընե հիմա վիդենե քանի օքի ունեցեր այս վիճակը եւ այսպես ինալու ելնելու եւ դժվարության մեջ ըլլալու գիտե ինքը ինչ պետք է նե բայց եւ այդպես As երկուքին մեջտեղը գդապկվի, հիմա պիտի ինա արդեն կարծես մեկ մադի վրա գեցած է։ As վիճակները գա, դեր Հիսուս այդ ժամանակներում մեջ ճիշտ որոշում գարներ։ Եվ ասավ գրված է, որ քու դեր Աստվածը չփորձես։ Սորվեցավ, որ այո, ինքը մարդոց պիտի հայտնվի։ Ելամը դիգրեք սիրեիներ, մարդոց պիտի հայտնվի, որոնց հետ 30 տարի ապրեցավ։ Թերևս միասին կնտակ խաղցան, թերևս միասին ռակետ խաղցան, չեմ գիտեր եթե այդ օրերուն գար, թերևս միասին կնտիկ խաղցան, թերևս միասին քար խաղցան, չեմ գիտեր։ 30 տարի ապրեցավ, երբ մեծավ չափահաս եղավ, աշխատելու սկսավ, վաճառական հարաբերության մեջ մտավ իր ծանոթներուն, սիրելիներուն հետ, որոնց հոն այդ շրջանին մեջն էին։ Իսրայելի մեջ բոլոր Աստծո խոսքը խոսեին, Հիսուս երբ խոսեր քիչ ավելի կդպավորեր, որովհետև Հիսուսն էր, անմեղ էր, իր որոշումները անմեղ էին, բայց բոլորը կխոսեին, իրարու հետ գնստեին, գսեն ասիկ ավելի խելացի դղա է, բայց Հոսեփին Մարիամին դղան գիտեին, հիմա ինքը Սուրբ Օքին ստանալեն իդ պիտի իջներ ժողովրդի մեջ, մեմնալ պիտի սկսեր երկինքի թագավորություն քարոզելու եւ ասելու որ Ես Աստծո զավակն եմ, ես Հոսեփին զավակը չեմ։ Բամությունը գիտեք, քանի դեղ քարարին պիտի կարգոծեին իրեն, չէ՞։ Եվ Սատանան ճիշտ այդ դեղեն ու քար իրեն փորձելու։ Big entrance, զորավոր entrance մերը այսպես, թող ամեն մարդ դպավորվի որ տունես։ Որ ընդունին քեզի, ես քեզի հետ եմ, քեզի կմտածեմ։ Սա ես պետք չունիմ իմ Աստվածս փորձելու։ Ես պետք ունիմ Աստծուց վստահելու։ Սավ ես չեմ որոշեր հաջորդ քայլս ինչ պիտենեմ, Սուրբ Օքին ունիմ ինձ համար որոշե։ Հո սիրելիներ, Սուրբ Օքին ինչու մեր մեջն է դենք արիք պիտի չդամ որ որոշե։ Սուրբ Օքին կսպասե, որ այս վիճակի մեջ ես իրեն հանցնվիմ, խոսքեն մղված, որովհետեւ ինքը ցերկերը թոթվե ինձ օգնելու։ Եվ Հիսուս հոս փաստեց, հաստատեց Թե իր առաքելությունը պիտի սկսի եւ շարունակի ճիշտ այնպես ինչպես որ Աստծո հոգին իրեն գուղե, ինչպես որ մարգարեություններում մեջ իրեն համար գրված է։ Ես եւ ցուն պետք է ճիշտ այդ ուղղությամբ որոշենք եւ ընենք ամեն ինչ որ պիտի ընենք մեզի հաճելի եւ մեզի ոչ հաճելի, մեզի դրամապանական եւ մեզի ոչ դրամապանական իսկի է թվի։ Մենք կտեսնենք որ Հիսուս ելավ անաբադեն Գսե Սուրբ Օքին իրեն դարավ ասինչ տեղը։ Վերջը գսե Սուրբ Օքին դարավ իրեն այդ ինչ տեղը։
Եվ Սուրբ Օքին Դանիելը բերելը գմնա նույնպես մինչև այսօր։ Փիլիպպոս գեցած էր գծարայեր Սամարիայի մեջ եւ հանգարց Սուրբ Օքին իրեն խոսեցավ, որ ել քնա ասին շրջանը Գազայի մեջ, ամայի այդ վայրը, որ Գազային Երուսաղեմ գտանի, ճամփան։ Եվ զարմանալիորեն քնած սպասեց կորձը գադարեց անգևերջ Սուրբ Օքին իրեն արավ հրեշտակը Սուրբ Օքին առաջնորդված դարավ իրեն լման ուրիշ շրջան թարգմանություններ կա գսե փերելու եւ դանելու մեջը Աստված իրեն հապշտակեց Աստծո խոսքին վստահելով մեր առաքելությունը ընելը, մեր ծառայությունը եւ մեր կյանքը ընելը, մեր կորձերը ապրել, ամենակարևոր բանն է մեզի։ Եվ Հիսուս հաստատեց այդ մեկը։ Երրորդ կետ իր առաքելությունը ավարտին հասցնելու գաբակցապար։ Հետո Սատանան գրգին արավ դարավ Հիսուսը շատ բարձր լերմը եւ անոր ցույց տալով աշխարհի բոլոր տակավորությունները եւ անոնց փառքը ասավ այս բոլորը քեզի կուդամ եթե երգրբակելով բաշտես զիս այնադեն Հիսուսը սավանոր յեդիս կնա Սատանա որովհետեւ օրենքի քիրքի մեջ գրված է քու դեր Աստվածդ պետք է բաշտես եւ միայն անոր ծառայես ասիկա վերջին փորձությունն էր որ աս 3 հատ ինձի համար ամփոփ փորձություններն էին 40 օր 40 գիշերվան ասոնք մարդուս թեմ գադարվող թիվային հարցակումներու բادرազմին առաջին գարքի 3 գեներալներն են որոնց մեջ եթե դուն քեզի զսպես զորավոր մնաս պիտի գարենաս սատանային փորձություններուն հաղթել եւ Հիսուս մենք գիտենք եկած էր որբեսի Աստվածաշունչին համաձայն Աստծո խոսքին համաձայն չարչարվեր գերբարանքը փոխվեր այնքան ձեձեին այնքան վիրավորեին այնքան անարգեին այնքան արհամարեին հայոյեին իրեն այս բոլոր բաները երին իրեն անոր համար եկած էր այսինքն ծառայությունը հանցնգարներ մեջը դաունլոդ գլար ժամանակ ամբողջ ժամանակ թե ինքն ինչպես պիտի չարչարվի այսինքն երկրի վրա օր պիտի չտեսնե փարացի օրեր Աստվածաշունչը Սաղմոսներում մեջ գսե անիգա երկրի վրա օր չտեսավ իր ամբողջ հույսը աշխարհեն ելել են վերջ գադարած փրկության բադիվը ներ որ ադալ մեզի համար էր որովհետև ինքը բադիվի վեկչուն էր ինքը բադիվն էր այդ ամեն բաները անելու եկած էր հանգարց իրեն գարաչարգվի թյուրին երդմը այս ամեն վեկչունի սնելու, չարչարվելու, խաչ ելնելու, մեռնելու, ապտակ ուտելու, այս ամբետ մարդոց մեն խոսք լսելու եւ այլն, վեկչունի ասոց մե, առաջարկը ստացավ Սատանային։ Սա ես քեզի խորհուրդ տամ, մեկ հատ երգրբակե բաշտե ինձի, այդ բոլորը որ քեզի խոստացված է, քեզի կուտամ։ Բայց ինք եկած էր մեկ թակավորության համար եւ գճանշտար մեկ թակավորություն, Սատանան խոստացավ թակավորությունները Իսուսով մեկ Աստծո խոսքը, նեսեք ուր կնած, Աստծո խոսքը մեկի իրեն բերերը պաց չեքմը ինչ կան գուզես կրե, մեկ անգամ միան երգրբակեել, մեկ հատ երգրբակեել, ինչ կմիտ վնասես յանի, վրան խնտա, չէ, վրան խնտա, զարմանալի խելք չուներ Իսուսը վրան խնտալու, Վերջացավ ամեն ինչ կարնես, հետո կնաուզածիտ պես ապրե, չէ չերն լար այդպես, ադանք վրա խնտալ չի գա, միան կունկու վրատ կխնտաս, Աստծո վրա չես կնար խնտալ, հոգևոր աշխարհի մեջ չգա այդպես վրան խնտա, հոգևոր աշխարհի մեջ ինչ որ գնես որոշում է, հրեշտակը որոշում արավ Աստծո թեմ, չի դառնար իր որոշում են, Իրեն թյուրին ելք ցույց տվավ, Հիսուս ոչ սավ։ Սավ եթե ես մեկ անգամ երգրբակեմ, ես քեզի իմ Աստվածս ընդունած կլամ։ Եվ կրված է, որ միայն քո Աստվածդ բաշտես, երբ իր կողմեն քեզի դրվածները պիտի ենես։ Հետևաբար մերժեց մեր առօրյային ընթացքին
Մենք շատ անգամ կգտնվենք պայմաններու առջև, երբ թշնամին մեզի գարաչարգե, որ մենք մեկ անգամ բանի մեջ երկրպագություն ունենք իրեն։ Գոչումիտ լերը բարձրացած ադենը որուն երկրպագես սիրտիդ մեջ, գոչումիտ լերան վրա երբ հասնիս, դու միան անոր պիտի ծառայես։ Միայն անոր պիտի ծառայես վերը։ Հետևաբար շատ անգամ մեզի թյուրին ելքեր գհրամցվին, գդրվին, բայց մենք պետք է մերժենք։ Թյուրին ելք գդրվի մեզի, բայց մենք պետք է գիտնանք մերժել։ Հետևաբար սիրելիներ, Սուրբ Օքին ռազմավարությունը Հիսուսի հետ զինք փորձության դանելու, փորձվելու դանելու մեջ Հիսուսին այդ մարմինը մարզելու, գրթելու կարծես թերմն էր, որ մեզի այսօր կսորվեցնե, որ երբ Սուրբ Օքին ունենք, Սուրբ Օքին մեզի հետ է աշխատանքի համար, հյուրության չէ եկած, հանգիստի չէ եկած։ Եվ ինք գրագ է, մեզ մե ավելի դակուկ է կորձը վերջացնելու համար։ Բայց երբ մենք Աստծո խոսքին մեջ կգենանք, անոր կվստահենք եւ մեր առօրյայի ընթացքին մեր մեջքերը եւ անձը երկրպագելը, ձրիլը, բաշտելը միայն Աստծո է, ամեն բաժինի մեջ մենք պիտի տեսնենք, որ ինքը կշարժի։ Անգե իդ շատ գեղեցիկ է աստվածաշնչական համարը, որ մեզի գսե միասին գարտանք եւ որ սատանային կվրընդե եւ գսե 11-րդ համար այն ադեն երբ այն ադեն սատանան ցկեցինք ու հեռացավ այսինքն օծի գտոտվեց ասավ ասո այդ գլուխ չլծվիր ուզես քեզ այդ գլուխ չլծվի խոսքին բռնվե իրեն վստահ եւ միան իրեն երկրպագե լեցուն երկրպագելու բաներ պիտի գտնես կյանքիդ մեջ բայց մի երկրպագեր լեցուն վստահելիք բաներ պիտի գտնես բայց մի վստահիր Կսե անիծյալ է այն մարդը, որ մարդու կվստահի։ Մեկ է Աստծո վստահի լլա։ Լեցուն խոսք պիտի լսես տարբեր ցևերով, բայց միայն իր խոսքին բռնվե, որովհետև միան ադիգա քեզի սնունդ կու դանաբադի 40 օրերու մեջ։ Կսե այն ադեն սատանան զինք ցկեց ու հեռացավ։ Եվ ինչ եղավ, եւ ահա հրեշտակները մոտեցան եւ գծարայեին Հիսուսի։ Աբա նստա մեկ օր ժամանակ դվի մտածի արդյոք ասոնք ինչ կծարայեին Հիսուսի yani նոր փորձութենեն ելած է հրեշտակը քերով փեմը լալով չգրծավ իրեն համոզել բանի համար Ինչ իրինան Հիսուսի հիմա հրեշտակները ինչ ծարայեցին ոտքերը լվացին կուլբան հագցուցին հագուստը լվացին գերագուրբերին ամենալավ հավերը ֆիլեները Սքինիները անաբադի մեջ ինչ ծարայեցին իրեն յանի բայց ծարայեցին Վակով երթանքն է պիտի գիտնանք այդ հրեշտակներուն գարցնենք հրեշտակները իրեն ծարայեցին հրեշտակները միշտ իրեն ծարայած են հրեշտակները ծնած օրեն երկինք երգիր դակնու վրա արին Հիսուսին պետքերուն համար Հիմա Եգիպտոս կնա, հիմա Եգիպտոսը նեգուր ասին ճամփայ մի երտարան ինչ դեղեն կնա հերովտե սողոնը իր զինվորները տրած է բզդիկները վիճ չարթե չգեցան աշխատել են 30 տարի լրեցին 30 տարի վերջ փորձվել են յետքը ամիջապես կարծես սիրտերնին պիտի բարբեն 30 տարվա գործը անելու եկան եւ սկսան ծառայելու Պիտի չբացեմ որովհետեւ ասիկա լման ուրիշ նյութ է որ գուզեմ արիթով մցեզի հետ բաժնեկցիլ Հետևաբար մեր առօրյայի մեջ, մեր կյանքի մեջ մենք շատ անգամ կսկանք, որ անաբադի մեջ ենք, չէ՞։ Պայման չէ միան ծոմաբաղության ադենը սկանք, որ անաբադ ենք։ Դերս ամենաշատ մենք անաբադ կսկանք ամենաուրախ ադենից եւ ամենաքիչ անաբադ կսկանք ծոմաբաղության ժամանակ։ Կանեոք եդս է, որովհետեւ ծոմաբաղության ադեն ավելի մոտ կսկաս Քրիստոսին։ Ծոմաբաղութենեն դուրս եւ որ քո առօրյատ գաբրիս ուզածիդ կերգրբակես, ուզածիդ կվստահիս, ուզած խոսքը դրամապանական կտեսնես, այն ադեն ավելի կչարչարվիս, կան այն ադեն, որ ծոմաբաղության մեջ ես բոլոր ռադարներդ լարած ես ամեն կողմ 24 ժամի վրա պիտի որ աբահով բայես սխալ բամը չլա եւ այլն, ավելի աբահով ես, ավելի հանգիստ կսկաս այդ օրերուն։
Հետևաբար մեր առօրյային մեջ մենք գունենանք այս ելևէջները, որ անաբադ կսկանք։ Անաբադը քեզ տեղ չէ։ Անաբադը այն դեղն է, որ ես որոշում առնեմ, որ չեմ ուզեր թշնամիին խոսքերը, գուզեմ Աստծո խոսքը։ Անաբադը այն դեղն է, անաբադը այն ժամանակն է ինձ եւ քեզի համար եւ որ բադահի, որ ես որոշում կայացնեմ նորեն, որ քեվոր կփավե, yani քիչ ֆրեն գոխե, հրաժարե թուլուտենեն եւ նորեն խոսքին բռնվե։ Անաբադը այդ ժամանակն է, որ մենք որոշում առնենք ճիշտը անելու։ Որովհետև Սուրբ Հոգին այդ ճիշտին բարանով մեզ կքաշե։ Ճիշտը եւ ճշմարտության բարանով մեզ կքաշե։ Ազատություն ուզենք, ճշմարտությունը գսե, խոսքին ազատություն մեզի կբերե Քրիստոսով։ Հետևաբար սիրելիներ, մենք փորձենք հանցնվել Սուրբ Հոգիի առաջնորդության եւ կգարձեմ, որ շատ հաճելի պիտի լա։ Կգարձեմ, որ շատ հաճելի պիտի լա։ Կփորձեմ բամը բաժնեկցիլ ցեզի հետ, հետո հետ բազգանցնիմ, հետո հետ կուզեմ բաժնեկցիլ, վերջապես բաժնեկցիմ, այլևս մեղքվորում վիզին պիտի լա չեմ գիտեր։ Դեր չեմ բաժնեկցած դունը։ Ուրեմն երկու օր առաջ լոկանքի մտա մարզանքնել է իդ եւ լոկանքի ժամանակ հանգարց գլուխս դարձավ պիտի նայի, որովհետև շատ սնունդ չեմ առներ գոր, շատ թեթև։ Եվ այդ բաղուն միտքս եկավ համարը, որ այսօր ցեզի հետ բաժնեկցեցա։ Որ Աստծո խոսքին պետք է վստահիմ։ Եվ պետք է ինձ սնունդ տա։ Եվ այդ բաղուն սկսա լեզուներ խոսի, լեզու խոսածատենս մեկ կետրոնացում ունեի, որ ես հիմա կխոսիմ Աստծո հետ, որ իմ մարմինի սնունդը կհայթայթե, որպես ես գարենամ իմ գործը սնել։ Այդ բաղուն չեկավ ադարես, մի անգամ միան ցնցվեցա, գլուխս դարձավ։ Եվ մինչև այսօր դակավին չունիմ Միրելային 3 եւ Արչորը գսե զարմանե անոթի չեմ սկար այլևս։ Հիմա չեմ ասեր, որ այդպես է, որ 40 օր անոթի մնամ, ոչ, ես թեթև բաներ գարնեմ ուդելու համար։ Բայց եւ այդպես Աստծո խոսքին վստահելով լեզուներ խոսիլը գդրեց այդ վիճակը, որ ես մեկադա չունեցա եւ նույնիսկ անոթություն չեմ սկար։ Աստծո խոսքին վստահելով ապրինք շատ անգամ մեր զգացումներուն եւ ֆիզիկականի պետքին գլուխը գդրելու չափ եւ իդեսենք որ Սուրբ Հոգին ինչպես կաշխատի։ Մենք շատ անգամ Սուրբ Հոգին կգարձենք լուր է մեր կյանքի մեջ, այս լուր չէ։ Երբ խոսքին բռնվիս, իրեն վստահիս, իր զորությունը դուրս կուք, այլապես մարմինդ աշխատանքի մեջ է։ Արիթը չի դար իրեն։ Վինալ կհարկե քո ազատ կամքդ։ Ամեն։